В 1994 году войну выиграли не армяне, а русские. Об этом говорит не кто-нибудь, а премьер-министр Армении, который был на этом посту с 93 по 96 год. Господин Грант в своем интервью говорит, что в 1994 году, как только Гейдар Алиев пришел к власти, он сделал в армии реформы, и армяне стали проигрывать. Район за районом стали терять, Мардакерт весь потеряли, Вазген Саркисян вообще ушел писать мемуары. Единственная надежда была российский 366-й мотострелковый полк, который пришел на помощь, после чего Азербайджан понес колоссальные потери в Кельбеджарском направлении, и не только, более 1500 шахидов. И только так удалось установить там позиции и остановить азербайджанцев. Аллах шаллан за рахмет эласин, но правду рассказал премьер-министр Армении, не какой-то прохожий или диссидент за деньги. Спасибо. 1992 թվին ռուսներն են օգնել որ մենք հաղթել ենք, մենք պարտված ենք ամռանը։ Սասուն Միքայելյանը ԿՊ դարձած հանկարծ դա չգիտեր, որովհետև Չգիտի կարող է, Սասունին թվում է թե ինքը որպես ֆիդայ հաղթել է պատերազմը 92 թվականի ամռանը հուլիսին հերթական են 500 օգուտ տանելուց հետո հերթական անհաջող մարտական գործողությունից հետո այս անգամ Մարտակերտի հատվածում բանի Վաղուհաս Կանզասար Վազգեն Սարգսյանը չէր որ ասեց ես գնում եմ իմ գրական գործերը գրեմ ու գնաց մի քանի ամսով գնաց երկրից Վազգեն Մանուկյանը դարձավ նախարար Խոսրովը վարչապետներ ես ՎՊԿ-ի բանի փորձեցիք մի բան անել եւ այս ամեն ինչը գլխավորում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը այս ժամանակ ես գնացել եմ ժամանակ դեռ գրաչով մրաչով չկային այս ժամանակ կար գրաչով բայց մեր հետ չէր աշխատում ի վերջո հաջողվեց այդ օրհասական պահին Գայդարի եւ Դեյնեկայի օգնությամբ Գայդարը փոխվարչապետ էր Դեյնեկան էլ առաջին տեղակալն էր պաշտպանության նախարար ստանալ այն անհրաժեշտ օգնությունն անմիջական մարտական գործողությունը տեսքով որ ֆրոնտը շուռ եկավ Էսի չգիտեք